Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, և հեռուստադիտողներն ինչպես միշտ սպասում են ամենանվիրական պահերին, ամենավառ ինտրիգներին ու անակնկալ շրջադարձերին։ Թեև արդեն հայտնի է, որ սերիալը մոտենում է իր ավարտին, բայց դեռ ամենահետաքրքիր զարգացումներն առջևում են։ Հենրին, ով այս ընթացքում անցել է փորձությունների միջով, վերջապես սկսել է վստահել մորը՝ Աննային։ Իհարկե, նա միշտ էլ վստահում էր ու հասկանում, որ Աննան իրեն մեծացրել է հարազատ զավակի նման։ Նրա համար այլևս երկրորդական է դարձել այն բամբասանքներն ու կեղծ մեղադրանքները, որոնցով Միքայելն ու Հենդոն փորձում են Աննային ներկայացնել։ Հենրին բացահայտ ասում է, որ հավատում է մորը, որ Աննան երբեք կապ չի ունեցել Սոսի հետ և չի խաբել իրեն։ Աննան խոստովանում է, որ սիրում է Միքայելին ու առանց նրա չի պատկերացնում իրեն, անգամ այն ամենից հետո, ինչ նրա հետ անում են։ Այս վստահությունը նրան ավելի ուժեղ է դարձնում, և նա առաջին անգամ որոշում է կանգնել մոր կողքին առանց վարանելու։ Սակայն այս ամենը միայն ավելի է բարկացնում Հենդոյին։ Նա, ով միշտ փորձել է ընտանիքում թելադրել իր օրենքները, դառնում է անողոք ու անզիջում։ Հենդոյի համար անընդունելի է, որ որդին դեմ դուրս գա իրեն, առավել ևս թոռը Հենրին։ Երբ Աննային կրկին սպառնում են տնից դուրս շպրտել, Հենրին կանգնում է կտրուկ որոշման առաջ։ Եթե Աննան հեռանա այդ տնից, ապա ինքը նույնպես դուրս կգա նրա հետ։ Սա առաջին լուրջ հարվածն է Հենդոյի հեղինակությանը, քանի որ Հենրին բացահայտ ցույց է տալիս իր համար ամենից վեր է մոր հանդեպ սերը և վստահությունը։ Իհարկե, Հենրին առաջին անգամը չէ, որ հեռանում է տնից։ Անգելինայի հետ հարաբերությունների սկզբում էլ նա մշտապես հեռանում էր տնից, որպեսզի կարողանար Անգելինայի հետ լինել, քանի որ նրա առջև պայման էր դրված։ Բայց պատմության ամենալուրջ շրջադարձերից մեկը կապված է Բետիի հետ։ Նա վերջապես հանդիպում է Անգելինայի հետ ու թույնի պես դառը խոսքեր է հնչեցնում։ Բետին չի խնայում ոչ իրեն, ոչ էլ մյուսներին, ասելով, որ իր ողջ դժբախտությունների մեղավորը հենց Հենրին ու Անգելինան է։ Ավտովթարից հետո բժիշկները նրան ասացին, իհարկե, Հենրիին ամենասարսափելի լուրը։ Հենրին չէր ցանկանում, որպեսզի Բետին տանջվի ու այդ լուրը նրանից գաղտնի էր պահում։ Բայց Բետիի հայրը չկանգնեց ոչինչի առաջ և դստերը տեղեկացրեց այն սարսափելի լուրի մասին, որին իրեն հայտնել էին բժիշկները, որ նա այլևս մայրանալ չի կարող։ Այս կորստի հետ նա չի կարողանում հաշտվել, և այդ ամենի ցավը վերածվում է դառնացվածության ու վրեժի։ Առաջին պահերին թվում էր, թե Բետին որոշել է վերջնականապես հեռանալ, բաժանվել Հենրիից ու մեկնել իր հոր հետ արտասահման։ Սակայն պատմությունը ստանալու է անսպասելի շրջադարձեր։ Այն պահին, երբ Բետին Անգելինայից իմանում է, որ Հենրին ու Անգելինան ոչ մի արյունակցական կապ չունեն, նրա մտքերը փոխվում են։ Այժմ նրա սիրտը լցվում է ոչ թե ցավով, այլև անզիջում ատելությամբ։ Նա որոշելու է մնալ Հենրիի կողքին ոչ թե սիրուց դրդված, այլ որպեսզի թույլ չտա, որ Հենրին ու Անգելինան երբևէ միասին երջանիկ լինեն։ Այսպիսով, Բետին վերածվում է վտանգավոր հակառակորդի։ Նա պատրաստ է ամեն քայլին, նույնիսկ ամենադաժան խարդավանքներին, միայն թե իր կողքին պահի Հենրիին և կործանի Անգելինայի երազանքները։ Նրա կերպարը վերածվելու է բարդ ու բազմաշերտ անձնավորության՝ մի կողմից խոցված կին, ով կորցրել է մայրանալու հնարավորությունը, մյուս կողմից դաժան ու հաշվենկատ մարդ, որ ներել չի կարողանալու։ Այս ամենի ֆոնին լարվածությունը սերիալում հասնում է գագաթնակետին։ Աննան մնում է խոցված ու մենակ, բայց արդեն ունի Հենրիի աջակցությունը։ Հենդոն կորցնում է վերահսկողությունն ընտանիքի վրա։ Միքայելը կյանքը դեռ վտանգի տակ է, իսկ Անգելինան շարունակում է որոնել իր ինքնությունը։ Հեռուստադիտողներին սպասում են բուռն ու անկանխատեսելի զարգացումներ։ Արդյոք Հենրիին կհաջողվի պաշտպանել մորը և պահպանել իր սերը Անգելինայի հանդեպ։ Արդյոք Բետին իր դաժան ծրագրերով կկարողանա կործանել բոլորին, թե վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Սա այն փուլն է, երբ յուրաքանչյուր հերոսի ընտրած ճանապարհը կարող է վերջնականապես որոշել նրա ճակատագիրը։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ սպասել հեռուստասերիալի հետագա սերիաներում, ապա անպայման միացեք մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման թողեք ձեր կարծիքը։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ
դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։